Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Անժելա Թովմասյան YouTube-յան էջով եւ Հայրիկ ETM Facebook-յան էջով իմ հյուրն է Երվանդ Բոզյանը, բարև ձեզ Երվանդ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես այնքան թեմաները շատ են, պարոն Բոզյան, բավականին երկար ժամանակ էլ չենք հանդիպել, չգիտեմ, եկեղեցու թեմա, եկեղեցու հայ-առաքելական եկեղեցու դեմ արշավը շարունակվում է, մարդը արդեն հստակ կանգնեց եւ հայտարարեց, որ ինքը պետք է գնա մտնի, փոխի, նոր կաթողիկոս դնի, իր այս տիրադավ, ինչպես մեր սրբազաններն են, այլ ես բնութագրել տիրադավ սրբազանները կամ հուդաները դավաճաններից էլ մեկն էլ հայտարարեց, որ շատ ճիշտ կլինի, որ վեհապարը ինքը իր ոտքով գա հանդիպի եւ իր հրաժարականի մասին, իր հանգստի մասին գա եւ խոսի Ինչպես եք ես ներկայիս վիճակը գնահատում, ոմանք ասում են ինքը պարտված է, որովհետև ի սկզբանե ասում են մենք կգնանք եկեղեցու վրա 1-2 անգամ, հետո տեսա որ դա չի ստացվում, ինքը սկսեց կոմպրոմատների բանը, կոմպրոմատներն էլ կարողացավ իր կողմ տանել կամ շահադիտական բանով իր կողմ տանել 10 սրբազանների, շատ քիչ թվով հոգևորականների եւ շատերը դիմադրեցին եւ չընկրկեցին, շարունակեցին մնալ հայ-առաքելական եկեղեցու կողքը, ինչպես Արշակ սրբազանը, այդպես պահեց իրեն եւ բայց հիմա ինքը գնաց որ հիմա սկսել է կալանավորել եւ ահաբեկչությունը շարունակում է հիմա ինչ ճանապարհ է գտել ներսից փորձում է քանդել եւ ուր է հասնելու եւ արդյոք դիմադրություն կա եւ ինչու է այդքան ինքնավստահ որ միջև ամանոր ինքը վեհապար հորը կարողանալու է հեռացնել գրավելով մայր տաճարը խնդրեմ տեսեք ուրեմն այս եկեղեցու դեմ համապարփ ամբողջական հետևողական արշավը սկսվեց այս տարվա մայիս ամսվանից հիշում եք որ ագրարումներ արեց Նիկոլ Փաշինյանը, իր կինը գրավում արեցին այս տարվա մայիսից։ Ինչու՞։ Տեսեք, եթե դուք հիշում եք եկեղեցին դեռ 2020 թվականից հետո արդեն վեհապարը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց առանձնապես եկեղեցու դեմ որևէ ինչ-որ արշավ չէր գնում այն ժամանակ։ Ավելին կարող եմ ասել, նույն Միքայել Սրբազանը, երբ որ Իրան հիմա մեղադրանքի ինչի վրա է, որ ինքը իբր թե կոչ է արել, որպեսզի, չգիտեմ, պետական հողաշրջում լինի բան, չէ՞։ Տեսեք, 2024 թվականի փետրվարին, երբ որ ինքը հարցազրույցի ժամանակ ուղղակի տեսակետ հայտնեց, որ ամոթա որ sense տիպի իշխանությունը մնար եւ այլն, իր վրա դանոս արեց Դանիել Հովհաննիսյանը, բայց դատախազությունը հայտարարեց, որ հիմք չկա իր վրա քրեական գործ բացելու համար, չէ՞, այսինքն մինչև նույնիսկ 24 թվականին այդպիսի խնդիր չկար։ Ինչի այս տարվա մայիսից առաջացավ այդ իրավիճակը, ուզում եմ որ մեր ժողովուրդը ամբողջական պատկերացում ունենա, որ այս արշավը Նիկոլ Փաշինյանը սկսել է, որովհետև Իրանից դա պահանջում է Իլհամ Ալիևը։ Ինչի։ Ես ուղղակի բացատրեմ իրավիճակը։ Տեսեք, Փաշինյանի գլխավոր խնդիրը ամեն ինչ անի, որ գալի 26 թվականի ընտրություններին կարողանա պահպանել իր իշխանությունը։ Որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ այն վնասները, որ ինքը տվել է այս ժողովրդին, այս պետությանը, սարսափելի մեծ են։ Արցախի անկում, 120,000 փախստական, խայտարակ անվտանգային իրավիճակ Հայաստանի հետ կապված, կոռուպցիա եւ այլն եւ այլն։ Այսինքն ես չեմ ուզում բոլոր աները մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը գիտի դրա մասին։ Ինքը շատ լավ հասկանում է, որ 26 թվականին ինքը որևէ շանս չունի վերարտադրվելու, եթե ինքը ինչ-որ մի հատ ֆորս մաժորային պայման չբերի։ Որն է այդ ֆորս մաժորային պայմանը։ Ինքը փորձելու է համոզել, որ եթե ինքը չլինի, ապա կլինի պատերազմ։ Այսինքն ինքը ուզում է իր վրա կարի խաղաղության, այսպես ասած, խաղաթուղթը եւ ասի, որ եթե ես չնեմ, ուրիշը գա, Պողոսը Կիրակոսը լինի, ապա կլինի պատերազմ։ Բայց որպեսզի դա համոզիչ լինի, իրան պետքա որպեսզի Իլհամ Ալիևը մինչև ընտրությունները համաձայնվի ստորագրել այդ խաղաղ պայմանագիրը։ Նիկոլ Փաշինյանի այս խեղճ վիճակը շատ լավ հասկանում է Իլհամ Ալիևն ու Էրդողանը, հասկանալը, որ այս մարդը իր ժողովրդի թակարդի մեջ է հայտնվել, եւ իրանք տեսնելով, որ այս իրան պատեպատատալի որպեսի կարողանա դուրս գա, իրան պայմաններ են առաջ դրել։ Տեսեք ինչ պայմաններ ինքը կատարել։ Մինչև 24 թվականը, երբ որ ասում էին, թե օրինակ Մինսկի խումբը պետք է լուծարվի, այդ իշխանությունը ասում էր, ինչ Մինսկի խումբ լուծարել, բանեվալն, հիշում եք այդ պատմությունը։ Ինքը համաձայնվեց Մինսկի խումբը լուծարեց եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական իմաստով փակվեց։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին պաշտոնապես փակվեց, դեկտեմբերին էլ կնիքը դրվեց, որ չլինի։ Այսինքն դա ֆանտաստիկ մեծ զիջում էր Նիկոլ Փաշինյանի կողմից, ընդ որում չհարցրեց մեր ժողովրդին, հասարակությանը բանը։ Ինքը փակեց այդ խնդիրը եւ դա հսկայական նվեր էր, բայց դա քիչ էր։ Հետո հիշում եք, թե մինչև այդ ասում էին, որ սահմանադրության փոփոխության կարիք չկա, չէ՞, դիմադրում էին իշխանությունները։
Համաձայնվեց, ինքը հայտարարեց, որ այո, մենք պետք է փոխենք սահմանադրությունը եւ նույնիսկ հայտարարեց, որ մենք պետք է հրճակենք 4-րդ հանրապետություն։ Այդ 4-րդ հանրապետությունը դա Իլհամ Ալիևի պահանջներ, որը ինքը կատարում է։ Հաջորդը ասեմ ձեզ։ Ուրեմն բանը Իլհամ Ալիևը արդեն հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնան Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը դրա էլ է համաձայնվել։ Շատերը չեն հասկանում եւ չգիտեն դրա մասին։ Ես ուղղակի փաստը բերեմ, թե ինչա տենց։ Ուրեմն այս տարվա մայիսին Անկարայում լինում է համաժողով, արևմտյան, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների համաժողով, որտեղ Ալիևը, այսպես ասած, ուղերձ է ուղարկում այդ համաժողովին, եւ այդ ուղերձում նշված է, որ առանց արևմտյան ադրբեջանցիների վերադարձ Հայաստան խաղաղ պայմանագիր չի լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հիմա տեսեք, եւ մեսիջը հետեւյալն էր. Նիկոլ Փաշինյան արձագանքի Ալիևի խոսքին։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Ալեն Սիմոնյանի շուրթերով խոստովանում է, Ալեն Սիմոնյանը ինտերվյու է տալիս, ասում է, այո, եթե խաղաղ պայմանագիրը կնքվի, ադրբեջանցիները իրավունք ունենան վերադառնալ Հայաստան։ Բառացի եմ ասում, ձեզ որ դուք իմանաք դրա մասին։ Հաջորդը, բայց որպեսզի երբ որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան արդեն, ուրեմն դա պետք է լինի հոգևոր մի հատ խորհուրդ ձևավորի, որ պետք է սպասարկի հոգևոր կարիքները, չէ՞, ադրբեջանցիների։ Եվ այդ ժամանակ արդեն Փաշազադեն այս տարվա մայիսին հայտարարեց, որ ինքը ստեղծում է արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ, այսինքն այն ադրբեջանցիները, որ պետք է վերադառնան Հայաստան, այդ ադրբեջանցիների կրոնական կարիքները պետք է բավարարեն ադրբեջանական հոգևոր խորհուրդը։ Դա էլ է ստեղծված արդեն, ասեմ դες իմանաք ժողովուրդ։ Ես չգիտեմ, դրա մասին չգիտեն, չեն ասում կամ չգիտեմ, ես ուղղակի ինֆորմացիաներ եմ ասում, որ դուք պատկերացնեք։ Հիմա հաջորդը, քանի որ իրանք տեսել են, որ Նիկոլ Փաշինյանը գործադիր իշխանությունը իր տակ է վերցել, օրենսդիր իշխանությունը տակ է վերցել, դատական համակարգը իր տակ է վերցել, բոլոր տիպի համակարգերը պետությունը իր տակ է վերցրած, իրանք էլ Նիկոլ Փաշինյանն իր տակ վերցրած։ Միակ կառույցը, որը մնացել է Նիկոլ Փաշինյանի ազդեցությունից դուրս, դա հայ առաքելական եկեղեցին է։ Եվ ինչ են ասում, քանի որ ընդունված չի, որ դրսի գործիչները, աշխարհի գործիչները մեղադրեն կրոնական գործիչներին, Իլհամ Ալիևը Փաշազադեի շուրթերով մեղադրանք է ներկայացնում հայ առաքելական եկեղեցում։ Փաշազադեն հայտարարում է հետևյալը, մայիսին հայտարարում է հետևյալը, որ ուրեմն հայ առաքելական եկեղեցին գլխավոր խոչընդոտն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագիր կնքելու համար։ Դա պայման է։ Եվ այդ պայմանը Ալիևը իր խողովակներով Փաշինյանին հայտարարում է, մենք այդ պայմանը դնում ենք, դու պետք է պայմանը կատարես։ Ինչ անհրաժեշտություն պայման կատարել։ Պետք է կազմակերպես այդ եկեղեցին, փոխես եկեղեցու կազմը, եւ այդ եկեղեցին պետք է արդեն հայտարարի, որ ինքը ուրախությամբ պետք է ընդունի ադրբեջանցիներին դեպի Հայաստան, պետք է խաղաղություն լինի եւ այդ ադրբեջանցիները պետք է գան Հայաստան եւ հայ առաքելական եկեղեցին պետք է դառնա հայաստանյան կառույց։ Ոչ թե համաշխարհային հայության կառույց։ Ինչ են դա ասում, որտեվ ասում են Սփյուռքը, քանի որ դուրս է եկել ցեղասպանության արդյունքում, իրանց մեջ հակաթրկությունը դրած է, իրանք խանգարում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի խաղաղություն հաստատվի, դրա համար հայ առաքելական եկեղեցին պետք է լինի ոչ թե համասփյուռ կառույց, այլ հայկական հայաստանյան կառույց։ Այդ պայմանները դրել են արդեն Նիկոլ Փաշինյանի առաջ։ Նիկոլ Փաշինյանը սաղ պայմանները չի ասում, որ ինքը խորամանկ մի հատ քայլ արել, որպեսզի կարողանա այս պայմանները լուծի։ Ինքը ասում է, ես եկեղեցու դեմ չեմ պայքարում, ես պայքարում եմ կոնկրետ կաթողիկոսի դեմ։ Սա է խնդիրը։ Այսինքն դրել է անձի խնդիր, անձը դրել է Փաշինյան կաթողիկոս անձեր։ Եվ այդ բանի մեջ թակարդի մեջ ներառել է մնացած բոլոր ընդդիմադիր կոչիչները, սկսում են խոսել, կաթողիկոսը լավն է թե վատն է, լավն է Նիկոլ Փաշինյանը լավ թե կաթողիկոսը, դա այդ մարդիկ, որոնք խոսում են, ոչ մեկի չի խոսում, բոլորն ողջամիտ մարդիկ հասկանում են, բազմաթիվ մարդիկ, ես ուղղակի ասում եմ, այդ մարդիկ, որ խոսում են, այդ մարդիկ բոլորության մեջ են, չէ, բացի դրանից նաև ազնիվ մարդիկ կան, որոնք անկեղծորեն այդ ներքաշվել են օրակարգի մեջ, խոսում են այդ թեմայի շուրջ։ Հիմա ես ասում եմ, սա կոնֆլիկտ չի կաթողիկոսի եւ Փաշինյանի միջեւ, սա կոնֆլիկտ չի նույնիսկ Նիկոլ Փաշինյանի եւ եկեղեցու միջեւ, սա կոնֆլիկտ է Իլհամ Ալիևի եւ Հայաստանի պետության միջեւ, սա շատ կարեւոր խնդիր է, եկեղեցին դա ստեղ կատարում է այն հարթակը, որտեղ Իլհամ Ալիևը ուզում է կազմակերպի Հայաստանի պետությունը, սա ամիջը սկսեց մայիսից, բա ուշադրություն, մայիսից սկսեց, մայիսից արդեն հունիսին ձերբակալվեց Սամվել Կարապետյանը, հունիսի 21-ին ձերբակալվեց
Միքայել Սրբազանը։ Տեսեք հետաքրքիր մի հատ ձևակերպում ասեմ, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն Միքայել Սրբազանը 24 թվականին էր տվել հարցազրույցը։ Որը իբր թե պետական հեղաշրջում եւ այլն, որ տեսակետը զրույցի ժամանակ տեսակետը հայտնել, որ ամոթա որ սենց իշխանություն մնա եւ այլն, պատկերացնում եք, չէ՞։ Հիմա որպեսի, բայց քանի որ դատախազությունը մերժել էր այն ժամանակ բարույթ հայտնել, հիմա որպեսի իրանք կարողանային այդ Սրբազանի խնդիրը լուծեին, մի հատ հարթակի մեջ հարցադրում դրեցին, որ ինքը հաստատի իր խոսքը, որպեսի դատախազությունը ասի, այ քանի որ արդեն երկրորդ անգամ ինքը դա ասել, այդ ժամանակ արդեն հիմք առաջացել իր վրա քրեական գործ բացելու համար, դուք հասկանում եք, չէ՞։ Սա է սպեցօպերացիա կատարվում է բառից բուն իմաստով Ալիևի պահանջով, այսինքն բոլոր ծրագրերը, որ հիմա գնում է այս առաքելական եկեղեցու դեմ, տարվում է Ալիևի միջոցով, բայց որպեսի Նիկոլ Փաշինյանը նաև կարողանա եվրոպական կառույցներում իր դաբրոն ստանա, ինքը ձևակերպում է, որ սա հիբրիդային պատերազմ է Ռուսաստանի դեմ, այս եկեղեցին Ռուսաստանի կողմից է սպասարկվում, որպեսզի ինքը շատ լավ գիտի, որ այսօրվա եվրոպական էլիտա, լիբերալ էլիտայի եւ Ռուսաստանի մեջ պատերազմ է գնում, չէ՞։ Եվ ինքը շատ լավ տեսել է, թե ինչ կատարեց ուկրաինական եկեղեցու հետ, մոլդովական եկեղեցու հետ, ինչ process-ներ են գնում Ռումինիայում, դա տեսել է այդ ամեն ինչը, օգտագործելով այդ իրավիճակը, ինքը փաստացի եվրոպական էլիտային համոզել է, որ այս պատերազմը եկեղեցու դեմ, դա իրականում հիբրիդային պատերազմ է Ռուսաստանի դեմ, եւ Հայաստանը մասնակցում է Ռուսաստանին, հետո ծախում է, վաճառում է այդ իր այս առաքելական եկեղեցու պայքար, հասկանում եք, չէ՞, ինչն է խնդիրը։ Որից հետո արդեն ծնվեցին այդ իբր թե գործերը Բագրատ Սրբազանի նկատմամբ, Սամվել Կարապետյանի, Միքայել Սրբազանի եւ այլն։ Սա նույնիսկ եմ կրկնում ժողովուրդ ջան, սա եկեղեցական խնդիր չի, սա առանձին վերցած առանձին եկեղեցաների խնդիր չի, սա Հայաստանի պետականության դեմ պատերազմ է սկսված եւ այդ պատերազմի մեջ ակտիվ մասնակցություն ունի Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքր խմբակը, որովհետեւ այդ իրանց անձնական շահերը, իրանց փրկությունը փորձում են գնել Ալիևից, որպեսզի կարողանան գոյատևեն, որպեսզի կարողանան իրանց իշխանությունը վերարտադրվի եւ իրանք կարողանան փրկվեն, որովհետեւ իրանք տեսել են, թե ինչ է կատարվում Սահակաշվիլիի հետ, իրանք տեսնում են, թե ինչ ողբերգական վիճակի մեջ է հայտնված արդեն Զելենսկին եւ իր հանցագործ խմբակը, այդ մինձիշները, երմակները, իրանք էլ շատ չեն տարբերվում, իրանք էլ իրանց մինձիշներն ունեն, իրանց երմակներն ունեն, իրանք սաղ Ալիբաբաներ են, այն Ալիբաբա եւ 40 ավազակները, որ այդ շատ սիմպտոմատիկ է, որ հենց այդ անունով էին այդ բաները, այդ ուկրաինական բաները, հա, այդ նույն մոդելը կա նաեւ Հայաստանում, այդ նույն մոդելը կար նաեւ Սահակաշվիլի իշխանության ժամանակ։ Հիմա իրանք շատ լավ հասկանում են, թե ինչ մեծ հանցագործություններ են կատարել, նաեւ Թալանի հսկայական գործ են արել, Ղարաբաղի հետ կապված ինչ հսկայական գործարքի մեջ են մտել։ Ուր է գնացել այդ 8 միլիարդ պարտքը, որ հիմա բերել են, այդ բանկեր ուր է գնացել։ Իրանք միայն Ղարաբաղի մասով մինչև 80 միլիարդ դոլարի վնաս են տվել։ Հիմա ես ասեմ, նախկինների մեղադրում էին միլիարդների մեջ, չէ՞։ Հետո պարզվեց, որ այդ միլիարդները այդքան էլ միլիարդներ չէին, միլիոններ էին, բայց մի կողմ թողնենք, հələ մի կողմ։ Իրանց վնասը այս երկրին, պետությանը, հայ ժողովրդի պատմության 80 միլիարդի է հասնում։ Ես էլ չեմ ասում, որ դրանից հետո Հայաստանի անվտանգության ամբողջ այդ միջավայրը փոխվել է, Հայաստանի վիճակն է փոխվել, Հայաստանի կշիռը եւ այն մարդիկ, որոնք հələ ուզում են արդարացնել Նիկոլ Փաշինյանին, այդ մարդիկ բարոյականության հետ խնդրեմ ունեն։ Եվ կարծում եմ, որ իրանք պետք է նաեւ քաղաքական պատասխանատվություն կրեն հենց իրանց այս դիրքորոշմանը, որտեղ իրանց պատճառով է Հայաստանը այս վիճակի մեջ, իրանց պատճառով է, որ մեր երեխաները գնացել են զոհվել են, իրանց պատճառով է, որ մենք այս վիճակի մեջ ենք հայտնվել։ Նաև այդ մարդկանց, այդ անխոհեմ մտածողության, էգոցենտրիկ, իրանց անձնական, կոպեկի մեռած մարդկանց պատճառով, որ իրանց կոպեկի համար պատրաստ են ամբողջը, մեր ժողովրդի պատմության մեջ եղել է այդպես բան։ Ես դրա համար եմ ասում, մեր գլխավոր խնդիրն է, որ դավաճանները ժամանակին իրանց արժանապատիվ պատասխանատվության չեն ենթարկվել։ Դրա համար մեր մոտ դավաճանների քանակը ցավոք սրտի ավելի շատ է եղել, քան Ռուսաստանում, Վրաստանում կամ դրա համար մենք այդ պետականությունը երկար ժամանակ չեն կարողացել ունեցել։